Այս ծրագրի հենց հիմնական մոտեցումը ինքը պետական մոտեցում էր, քանի որ դատարանների, հետագա զարգացման ռազմավարության ուրեմն շրջանակներում պետք էր ծանրաբեռնվածությունը դատարանների ավելի թեթևացնել։ Այդ իսկ նպատակով այդ բոլոր գործառույթները, գիտեք, դրանք պատվիրակվեցին ուրեմն նոտարներին, որի արդյունքում ես ձեզ կարող եմ հավաստիացնել, որ ոչ մի բարեխիղճ քաղաքացի չի տուժելու, որովհետև քաղաքացիները իրենց պարտավորությունները բոլորը կատարում են, եւ խոսքը վերաբերում է միայն այն քաղաքացիներին, այն գործերին, որոնց շրջանակներում քաղաքացիների պարտավորությունները կատարված չեն։ Եվ դրա իսկ պատճառով ծանրաբեռնվածությունը դատարանների շատ մեծ էր, եւ այն լուրջ ավելի քաղաքացիների համար կենսական ուրեմն խնդիրները դատարաններում ձգձգվում էին, կարող եմ ասել 5, 6, 7 տարիների ընթացքում, որի պատճառը հիմնականում դարձված էր այս գործառույթը, որը որ պատվիրակվեց այսօր նոտարներին։ Կարող եմ հստակ ասել, ունենք նաև վիճակագրական տվյալներ, որ դրանք կազմում էին մոտավորապես 85-ից 90% դատարանների ծանրաբեռնվածության եւ պատկերացրեք, թե այն քաղաքացին, որը իրական իր համար կենսական, հարցով դիմել էր դատարան եւ այդ հարցը տարիներ ձգձգվում էր, այսօր որքան նրա համար շահավետ է, որ այդ հարցը շատ կարճ ժամանակահատվածում իր դրական լուծումը գտնի։ Վիճակագրությունը շատ մեծ է, օրինակ 2020 թվականին 104,000 դիմում ա եղել, 21-ին 164, 22-ին 172, պատկերացնում եք, չէ, ինչ աճով ա գնացել, որոնցից նույն հարաբերակցությամբ, 92,000, 150,000, 151,000 միայն այս տիպի ուրեմն հայցերն են եղել, պատկերացնում եք 90% հստակ։ Եվ այդ 90%-ը այսօր ամբողջը ծանրաբեռնվածությունները դատարանների վրայից ուրեմն թեթևացվում է։ Եվ ասեմ ձեզ, որ այս գործերով դատարաններում զբաղվում էին միայն առաջին ատյանի քաղաքացիական մասնագիտացված դատարանները, որտեղ նոտարների, դատավորների քանակը շատ ավելի քիչ է, քան այսօրվա գործող նոտարների քանակը, եւ բոլոր գործերը բաշխվելու են հավասարապես բոլոր նոտարներին, անկախ նրանից, քանի որ էլեկտրոնային է լինելու ամբողջ գործերի ընթացքը, դատավարությունը նոտարների մոտ, ամբողջ գործերը ինքնաբաշխման ուրեմն սկզբունքով բաշխվելու է բոլոր նոտարներին հավասարապես, այնպես որ մենք այնպես ենք արել, որ բոլոր այն նոտարները, որոնք էլ որ շատ քիչ թույլ ծանրաբեռնվածություն ունեն, բոլորն էլ կարողանան ուրեմն այս գործընթացը իրականացնել եւ մյուս առումով դա առաջին գործարքը չէ, որոշ մարդկանց ասում են, արդյոք նոտարը կարող է դատարանի, դատավորի ուրեմն ստանձնի դատավորի այդ լիազորությունները, դա առաջինը չէ, կարող եմ ձեզ հավաստիացնել, որ պետությունը նաեւ վստահել է նոտարին, դուք գիտեք իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը, որոնք նորից լուրջ գործառույթ էր եւ դա այսօր իրականացնում է նաեւ նոտարը։ Այնպես որ թե ծանրաբեռնվածության առումով նոտարներն ավելի շատ են եւ կարող են անել եւ ավելի քիչ ծանրաբեռնված նոտարներ ունենք, նորից եմ կրկնում, առավելապես շրջանի նոտարները, որոնք որ քիչ են ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև այո, նրանց արհեստավարժությունն էլ թույլ է տալիս, որպեսզի այս գործընթացը հստակ իրականացնեն։ Թղթային տարբերակները ժամանակատար, թղթաբանությունը թղթային կրիչով չի լինելու, դուրս է գալու, միայն լինելու է էլեկտրոնային տարբերակով է լինելու բոլոր գործառույթները, որոնք էլ այնպես հստակ կազմակերպված է եւ ծրագրավորված է, որը եւ նոտարներից է շատ քիչ ժամանակ խլելու եւ բնականաբար դիմողներից, ասեցինք արդեն ովքեր են իրավաբանական անձինք, քանի որ այստեղ ավելի մի փոքր միքս է, վճարման կարգադրությունները եւ գումարի բռնագանձման պահանջով, արձակված կարգադրությունները, այսինքն պարզեցված դիմումներն են մինչեւ 2 միլիոն դրամի, դրանք ավելի միքսված են եւ այս պարագայում նոտարն ավելի մի փոքր ավելի խորը ուսումնասիրություն է կատարելու, բնականաբար արդյոք քաղաքացին տեղին է, բռնագանձումը, թե ոչ։
Այնպես որ այդ տարբերակում էլ առաքելությունը կայանում է անում նոտարը, որ նոտարը մի փոքր ավելի խորը ուսումնասիրություն կատարելու է։ Այսօր բոլորը պատրաստ են եւ ոչ միայն նոտարներն են պատրաստվել, այլ նաեւ մենք կազմակերպել ենք ուրեմն քննարկումներ, նաեւ ֆինանսական եւ վարկային կազմակերպությունների հետ, բանկերի վարկային կազմակերպությունների եւ հանրային ծառայությունների հետ։ Կարծում եմ բոլորն էլ տեղյակ են, ծրագիրը շատ մատչելի է, որը նաև իր մեջ պարունակում է ուղեցույց, ցանկացած, մի փոքր համակարգչին տիրապետող անձ ուղեցույցի օգնությամբ բնականաբար կարող է մտնել, օգտատերերի մասին է խոսքը, մեր համակարգ, որը ներեն գործելու մուտք են անելու ուրեմն e-notary.am համակարգով, դիմումները ներկայացնել եւ բնականաբար բոլոր խնդիրները ստանան իրենց պատշաճ լուծումները։